Վերջին զանգ հեռուստասերիալում Սոսը իմանալով, որ Բագրատը կրկին փորձել է գործարքի մեջ մտնել շախունցների հետ, այլևս չի համբերում։ Նա միանգամից գնում է Հենդոյի աշխատասենյակ, սառնասիրտ, բայց պայթյունի եզրին։ Նրա ձայնը չի բարձրանում, բայց բառերը սուր են, սպառնալիք, ամփոփ մեկ նախադասությամբ։ Հեռու մնա իմ բաժնետոմսերից ու հանկարծ մեջքիս հետևում Բագրատի հետ խաղեր չտաս։ Հենց այստեղ Հենդոն վերջապես հասկանում է, Բագրատը նախորդ օրը լիովին անկեղծ էր։ Սոսի ու նրա հարաբերությունները շատ վատ վիճակում են, որոնք ենթակա չեն վերականգնման։ Սոսի հեռանալուց հետո Հենդոն որոշում է գործի անցնել, գնում է Բագրատի տուն ու բաց տեքստով հարցնում, թե ինչ գումար է ցանկանում, որպեսզի ինքը գնի նրա բաժնեմասը։ Բայց այս խոսակցությունը լուռ ու գաղտնի չի անցնում։ Անետը լսում է ամեն ինչ, նա միջամտում է, փորձում է կանգնեցնել եղբորը, հասկացնելով, որ այս քայլը ոչ միայն սառը հաշվարկ է, այլ դավաճանություն, բայց Բագրատը իր պլանները ունի, եւ հաջորդ առավոտյան արևը դեռ նոր ծագած, Բագրատը դուրս է գալիս տանից, ցանկանալով գնալ ուղիղ Հենդոյի մոտ գործարքը կնքելու ու ավարտին հասցնելու։ Անետը փորձում է վերջին անգամ կանգնեցնել նրան, ասում է, որ մեջքից չհարված է Լիլիթին ու չդավաճանի Սոսին, բայց Բագրատը ոչ ոքի չի լսում։ Անետը նույնիսկ ապտակում է նրան, բայց Բագրատը այնուամենայնիվ հեռանում է։ Ինչպես գնացել էր Սոսի մոտ դառնալու նրա դաշնակիցը, նույնպես էլ հիմա գնում է Սոսի թշնամիների գիրկը։ Եվ դժվար է ասել, թե որն է Բագրատի նման մարդու վերջը։ Մինչ այս ամենը Սոսն ու Աննան նորից հանդիպում են ու այս անգամ մատուռում։ Նրանց միջև կրկին մեղադրանքներ են պտտվում, բայց այս անգամ մեղադրանքների խորքում ցավից բացի կա նաև անբացատրելի ջերմություն, կա սեր, կա կարոտ։ Երկուսն էլ հոգնել են, բայց ոչ թե միմյանցից, այլ իրենց չապրած տարիներից։ Խոսակցության պահին Աննայի հեռախոսը զանգում է։ Միքոն է։ Նրա ձայնում անհավատալի ուրախություն կա։ Միքոն ասում է, որ իրենց բալիկի վիճակը կտրուկ բարելավվել է։ Նրան արդեն տեղափոխել են պալատ։ Աննան շոկի է ենթարկվում։ Ուրախությունից բառացիորեն լալիս է։ Նրա մարմինն ազատվում է խորը լարվածությունից։ Բայց ամենահուզիչը Սոսի արձագանքն է։ Նա, ով այդ երեխայի հայրը չէ, ով Միքոյի թշնամին է, ով այդքան ցավ ու տառապանք է տեսել Միքոյի պատճառով, անկեղծորեն ուրախանում է, բայց ոչ թե Միքոյի համար, այլ այն պատճառով, որ այդ երեխան Աննայինն է։ Իսկ Սոսը որքան էլ չընդունի, բայց դեռ սիրում է Աննային։ Մյուս կողմում էլ Անգելինան ընկղմվում է իր ամենադժվար ներաշխարի մեջ։ Նա հասկանում է, որ այն գաղտնիքը, որը բաժանեց իրեն Հենրիից, այն չէ, ինչ թվում էր սկզբում։ Դա ոչ թե ինչ-որ արտաքին մանրուք է, այլ մի ճակատագրական հանգույց, որի շուրջ բոլորը գիտեն ճշմարտությունը բացի իրենից, եւ հենց դա էլ ամենացավալին է։ Նա գիտակցում է, որ այդ գաղտնիքը սերտորեն կապված է անձամբ հենց իր հետ։ Ու ամեն անգամ, երբ Անգելինան փորձում է մոտենալ այդ գաղտնիքին ու պարզել ինչ է այն, ճակատագիրը անսպասելի խանգարում է։ Կարծես մի ձեռքով հետ է պահում նրան դառը ճշմարտությունից։ Անգելինան մնում է մենակ իր մտքերի հետ, իսկ դա նշանակում է, որ նա չի հանձնվելու ու կրկին ճանապարհներ է փնտրելու ճշմարտությունը բացահայտելու համար։ Հարգելի հետևորդներ, ձեր կարծիքով ով է Անգելինային ասելու ճշմարտությունը։ Գրեք մեկնաբանություն։ Նկարահանման ենք։ Գիշերային դրսի տեսարանա, ինչ որ բան մեզ միշտ խանգարում է։ Լավ։ Անձրև է գալիս։ Ես քեզ եմ սիրում։ Չէ, լավ ինչ է խանգարում, երջանիկ երգում է մարդը։ Քեզ եմ կարոտում։ Տոմս տեգինանք ուղակի։ Արդեն գտանք թե ինչ բան։ Հոպ։ Աղեցի ու դուրս Բա, տեսնում եք մեջքիս հետևն ինչ էր կատարվում։ Էսա։ Մենք չենք ուզում։ Ես անձամբ Էլմի։ Դու ուզում ես, չէ՞։ Գիտեմ։ Անակ եմ։ Շատ։ ինքս սպասում էր։ Եկել ենք նկարահանման։
Չէ, ջացրով։ Իհարկե։ Վաղուց չկա ինքի։ Բա։ Նենց որ Դիտեք մեզ։ համարյա թե մոռացան մեզ։ Չէ, որ մոռանա։ Մեզ Մեզ մոռանալ չի լինի ջացրով։ Քանի որ առաջին ստորիում մեր ընտանիքը կիսատ էր, մեր մայրը բունտ էր։ Անում ասում էր ուր եք առանց ինձ նկարվել։ Հիմա մենք ամբողջ համալրված ընտանիքով մեր հետևորդներին պաչիկներ ենք ուղարկում։ Վերջ, մենք ամբողջ ընտանիքով ենք այսօր։ Այո։ Ումիստ լինելու։ Այո։ Երեխեք ջան, քանի որ Հենջին եւ Անգելինան բաժանվեցին, վերջնականապես դե չեն կարող միասին լինել։ Յանան ոնց որ էլի գործի անցել։ Ուզեք չուզեք։ Գործն էլ է դա։ Հիմա ինչ անեմ։ Տենց ասում եք հալալի հետ լավ զույգ ես, բայց մի խոսքով դες շատ հետաքրքիր սերիաներ են սպասվում, այնպես որ մնացեք մեզ հետ։ Նկարահանման ենք ընկերներ։ Գաս մեզ։ Քիչի կոմը բայց կա։ Ո՞ւն ստացվել, մի հատ կտրի ուտենք տեսնենք համով, հա։ Տեսքի նման։ Լավ, ստոպ։ Արտս մի կատր է։ Ընենք լավ կտրվեց, ընենք սիրուն։ Բայց երևա որ թարմա, թե չէ։ Հարմա վայ։ Հա, թարմա։ Ոնց вообще-то Կասկածում եք երեխեք։ Չոս օրվա Վերջին զանգ հերոստասիալին չէի սպասում։ Համեցեք։ Որոշել ենք ռում տուր անենք։ Այո, իմ սենյակը ձեզ ցույց տամ։ Ինչ գաղտնիքներ կան, որ կադրով չի երևում։ Սկսած սցենարներս են, ավակի տան համար այսօր այսքան տեսարաններ ունենք նկարվելու։ Դժվար։ Ստեղ իմ շորերն են, հիմա պիտի փոխվեմ, որպեսզի տեսարանը նկարենք այդ շորերով։ Ցույց տամ ամենակարևոր պինգվինը, որ տեսարանով մենք դեն ենք նետել, հիշում եք։ Բայց ստեղը ամեն անգամ նկարելուց հանում ենք կադրից, որ դուք չտեսնեք։ Տինում եմ գրիմ, սա մեր ռեժիսորսկի սցենարն է, Գայուշի։ Ստեղ ունեմ իմ գրիմի պարագաները։ Այստեղ մենք ունենք եւս մեկ գաղտնի սենյակ, որ դուք երբեք չեք տեսել։ Լոգարանն է։ Պահարանում ինչ ունես։ Պահարանում ոչինչ չունեմ։ Ինչի՞ միշտ դասը բացում եմ ինչ-որ բան եմ անում, իմ վարից ոչ մի բան Իսկ բաց պատշգամբում։ պատշգամբում ունենք, այստեղ եմ սիրում հատվածը, մենք ես շատ եմ սիրում նկարվել ստեղ։ Բացի լը։ Բացի ասում եմ։ Ասում են դու ես հորս գլուխի կերել, ասում բացի։ Բարև բոլորին։ Կաննա ջան, շատ երկար մտածելուց հետո հասկացա, որ անպայման պետքա